Կյանքը չի խոստանում հեշտություն, այն խոստանում է փորձություն, որպեսզի հասկանաս ինչ ես իրականում կրում ներսումդ: Դժվար օրերն են սովորեցնում մարդուն գնահատել բարի պահերը: Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան: Սիրելիներս, ցանկանում եմ ձեզ բարություն և ջերմություն: Իսկ այս գեղեցիկ վարդը ծաղկել է ձեզ համար: Սիրով նվիրում եմ ձեզ բոլորիդ: Հիմա միասին ներս եկանք և միասին էլ պատրաստելու ենք վիտամիններով հարուստ աղցան վինեգրետ: Ես հիմա կտրատում եմ գազարը, շերտ կանեմ, նոր քառակուսի կկտրատեմ: Սիրելիներս, ես նախօրոք բաղադրիչները լավ լվացել եմ, խաշել եմ, քամել եմ, կեղևները մաքրել եմ, առանձին ափսեների մեջ դրել եմ: Ես չեմ մանրացնում, խաշում, քամում, նոր պատրաստում: Ես սիրում եմ, որ կեղևով խաշեմ, մաքրեմ և նոր պատրաստեմ: Հիմա քառակուսի կտրատում եմ գազարը: Ինչքան հնարավոր է քառակուսիներ եմ անում: Դուք եթե կպատրաստեք ըստ ձեր ցանկության, ոնց կցանկանաք այնպես էլ կտրատեք, իմ լավ բարեկամներ: Կտրատեցի, վերջացրեցի գազարը, լցնեմ այս ամանի մեջ, թասի մեջ: Իսկ հիմա կտրատում եմ արդեն խաշած կարտոֆիլը, որքան հնարավոր է հավասարաչափ քառակուսիներով եմ կտրատում: Սիրելիներս, թող մեր բոլորիս օրը սկսվի ժպիտով և բարությամբ: Թող առավոտը լինի ուրախ և օրհնյալ: Բարին բոլորիս հետ և անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին: Անփորձանք ծառայեն, վերադառնան իրենց տուն: Սիրելիներս, այսպես հերթով կտրատում եմ: Մեր խնդիրները վերածենք աղոթքի և տանք Աստծուն: Ինչ է աղոթքը: Աղոթքը, սիրելիներս, բանալի է, որը բացում է երկնքի դռները: Ժողովուրդ ջան, վստահենք Աստծուն, ոչ թե մարդկանց: Շնորհակալ եմ Տեր ինձ սիրելու, ներելու և ինձ երբեք չլքելու համար: Այս տողերով էլ սկսում եմ իմ ամեն առավոտը այս աղոթքով: Սիրելիներս, աղոթեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն: Մարդը մեր հոգսերը չի կարող լուծել առանց Աստված: Սիրելիներս, այս վինեգրետ աղցանը հաճախակի չեմ պատրաստում, պատրաստում եմ ձմռան ամիսներին և շատ համեղ է ձմռանը, որովհետև ձմռանը վիտամինների պակաս ունենք, պետք է վիտամիններ շատ օգտագործենք: Նաև կարելի է խմել D վիտամին, որովհետև ձմռանը արև չի լինում: Պետք է մենք մեր օրգանիզմի մասին մտածենք և շատ օգտակար սնունդ ուտենք: Սիրելի հետևորդներ ջան, սա էլ տեսնում եք բավականին
Հավասարաչափ կտրատում եմ կարտոֆիլը։ Ինչքան լավ է, չէ, որ ունենք հող, մշակում ենք, ստանում ենք բերքը եւ անուշ վայելում ենք, տարաների մեջ ենք լցնում, ձմռանը աղցաններ ենք սարքում, ճաշերի մեջ ենք պատրաստում, շատ լավ է, չնայած մեր մեծերը միշտ ասել են, չէ, որ ամռան փուշը ձմեռվա նուշն է։ Հիմա կարտոֆիլն էլ վերջացրեցի, մանրացնում եմ կարմիր բազուկը։ Սիրելիներս, սկզբից ես թթու վարունգը չկտրատեցի, որովհետև ջուր է դուրս տալիս, գերադասեցի կտրատեմ կարմիր բազուկը, նոր վարունգը։ Հիմա տեսնում եք, ցույց եմ տալիս, այս բազուկի գույնը մուգ կարմիր է, մուլատկա բազուկի սերմն է, սիրելիներս։ Եթե հող ունեք, այս սերմից գնեք, իրոք կհամոզվեք, որ ընտիր է, համն էլ է լավ եւ գույնն էլ է լավ։ Այստեղ մեր մեծերի խոսքը նորից հիշեցի, ամռան փուշը ձմեռվա նուշն է։ Այո, կան մարդիկ, որոնք հող ունեն, չեն մշակում, անգամ կանաչի չեն ցանում, ասում են խանութից, շուկայից կգնենք։ Տեսեք, ցույց եմ տալի նորից, բայց այդպես չի, ամեն րոպե չենք կարող վազել շուկա, որ մի փոքր կանաչի, ինչ որ սող գնենք, ավելի եթե ունենք, կցանենք եւ կունենանք, միշտ կունենանք ձմեռ թե ամառ։ Օրինակ մեր տունը միշտ կա, այս տարի կարտոֆիլ չենք ցանել, բայց վարունգ, բազուկ, գյազար, մի խոսքով ամեն ինչ, կանաչ լոբի։ Սիրելիներս, կներեք, շատ չդատեք, ձեռնոց չունեի, որ հագնեի։ Անցած անգամ գնացինք խանութ, մոռացանք մտնենք այդ բաժինը, որ ձեռնոց էլ առնեի։ Մոռացանք առնեինք, ոչինչ, մյուս անգամ իմացեք, խինա եմ դրել ձեռքերս կարմիր։ Հնդիկները ոնց են ամուսնանալուց առաջ խինա դնում, ձեռքերին ուզորներ անում։ Կլվանամ, կանցնի մի 2 աման, իմ լավ բարեկամներ։ Կան մարդիկ, որ կաղամբով են միայն սարքում, կան մարդիկ, որ պատրաստում են համ կաղամբով, համ թթու վարունգով։ Տեսնում եք, հավասար կտրտում եմ։ Բայց ես այսօր կպատրաստեմ իմ մշտական պատրաստման եղանակով, միայն թթու վարունգով, ուղղակի այսօր ավելացնելու եմ թարմը սոխ, միայն սոխով։ Կամ որ սոխը մանրացնում են բուսայուղի մեջ, տապակում են, նոր են լցնում։ Ես չեմ սիրում, մի անգամ փորձել եմ, համը դուրս չի եկել։ Ես ուղղակի սոխ կլցնեմ, որոշել եմ այսօր սոխով պատրաստեմ, որովհետև շատ բանջարեղեններ են, սոխի համը չեմ զգա այս աղցանի մեջ։ Երկար տարիներ սոխ չեմ կերել, իսկ սխտորը ինչ հիշում եմ չեմ օգտագործում։ Այսօր որոշեցի գոնե սոխ օգտագործեմ, որը վիտամիններով հարուստ է, սոխը շատ օգտակար է օրգանիզմի համար։ Կարմիր չոր հատիկավոր լոբին, որ եփել եմ, դրել եմ, որ քամվի քամիչի մեջ եւ բացել եմ մի փոքր տարա, կանաչ ոլոր, որոշել եմ համ կարմիր լոբով պատրաստեմ, համ էլ կանաչ ոլորով, թող ջրքանվենք, ավելացնեմ։ Հիմա արդեն վերջացրեցի կարմիր բազուկն էլ, սկսում եմ շերտ կտրատել թթուն, մեր
հողամասի վարունգից պատրաստած թթուն է, ընտիր, շատ խրխրթան և համեղ սիրելիներս, այս բաղադրատոմսով, որ երկար տարիներ ասել եմ ձեզ, պատրաստում եմ շատ լավ ընտիր ստացվում է, ոչ փափկում է, ոչ մի բան, խրխրթան ոնց որ նոր քաղած վարունգը ուտես, այդպիսի համել ունի, իսկ լոլիկը մի քիչ փոփոխում եմ, իհարկե վարունգի չափաբաժնից մի քիչ ավել եմ լցնում լոլիկին, շաքարավազը և աղը, ինչքան լավ է, չէ՞ որ այսպես նստած ձեզ հետ լավ զրույցում եմ, անուշ քաղցր և պատրաստում եմ, գործս էլ առաջ է գնում, նույնպես քառակուսի եմ կտրում, սիրելիներս, շնորհակալ եմ ձեր ամեն մի խոսքի համար, ձեր սրտի ջերմության համար, ես էլ իմ հոգու ջերմությունը չերես տեսախցիկ ուղարկում եմ ձեզ, սիրելիներս, բոլորը նվիրում եմ ձեզ հոգուս ջերմությունը, սերը և բարությունը, սիրելի հետևորդներ ջան, մի օր էլ որոշել եմ պատրաստել քրչիկ, բայց սպիտակ կաղամբ չունեմ, պետք է պատրաստեմ կարմիր կաղամբով, քրչիկն էլ մեր օրգանիզմի համար շատ հարուստ է վիտամիններով, կպատրաստենք միասին, հիմա վարունգն էլ վերջացնեմ, ծրեցի վարունգը, մանրացնում եմ սոխը, նորից քառակուսի, մեր հողամասի սոխն է, չորացրել եմ լավ, վերցրել եմ մանր սոխերից, մրջունի առակը հիշեցի, ասում է չաշխատեցիր ամառը, ասա ինչն է պատճառը, այս տուն նստողներին, որ հող ունեն չեն մշակում, նրանցն եմ ասում, հետո էլ բողոքում են, որ այս չկա, այն չկա, աշխատեք, որ ունենաք, ձեր անկյուններում լինի ամեն ինչ, աշխատավոր մարդը ամեն ինչ ունենում է, ձգտող մարդը ամեն ինչի հասնում է, հողագործությունն էլ շատ դժվար է, հեշտ գործ չի, սիրելիներս, մշակելը, ջրելը, քախանելը, ամեն գործ էլ իր դժվարությունները ունի, բայց որ անում, ցանում ես, վերջում բերք ես հավաքում, այնքան ուրախ ես քեզ զգում, շատ լավ ես զգում, քաղում, բերում, ուտում, վայելում եք ընտանիքով, քաղում բերում ենք և մեր աշխատանքի արդյունքից ուրախանում ենք, ճիշտ է, ասեք այո տիկին Մարինե, կամաց ավարտին եմ հասցնում, սոխն էլ արդեն մանրացրեցի, վերջի գլուխն է վերջացնում եմ, ես վերցրել եմ սամիտ և մաղադանոց, հիմա մանրացնում եմ կանաչին, կարող ենք նաև համ եմ ավելացնել, բայց այս աղցանի հիմնական կանաչին մաղադանոցն է, սիրելիներս, հիմա լավ կմանրացնեմ, մանրացրեցի, վերջացրեցի կանաչին էլ, ավելացնեմ բաղադրիչներին, արդեն մեր աղցանը պատրաստ է, համեմում եմ աղով, սև պղպեղով
և բուսայուղով։ Սիրելիներս, հեռախոսին զանգ եկավ, խոսեցի, տեսախցիկը մոռացել եմ անջատեմ, հիմա ավելացրել եմ առանց տեսախցիկի լոբին հատիկավոր և կանաչ ոլորը, ընթացքում ցույց կտամ սիրելիներս, որ ավելացրել եմ, ուղղակի հետո զգացինք, որ չեմ միացրել տեսախցիկը, ներող կլինեք, հիմա բուսայուղն էլ ավելացնեմ, կխառնեմ, նոր արդեն համը աղի, տեսնեմ աղը տեղն է, եթե ոչ կավելացնեմ, ստացվեց աշնանային գույներով գունեղ աղցան և վիտամիններով հարուստ աղցան, հիմա խառնում եմ և կփորձեմ աղիությունը, ալանիությունը, չել եմ բուսայուղ ավելացնում, քիչ է, որ չոր չլինի, ալանի է, մի քիչ աղ կավելացնեմ, չել բուսայուղ, լավ խառնեմ, լավ կլինի, որ դնենք սառնարանը, համեր իրար խառնվեն, նոր մատուցենք, սիրելիներս, տեսնում եք, պատրաստ է արդեն, լոբու հատիկներն էլ են երևում, կարող ինել, ահա և վերջ պատրաստ է վիտամիններով հարուստ, համեղ, գունեղ աղցանը, սիրով պատրաստեցի ընտանիքիս անդամների համար, մեզ բոլորիս բարի ախորժակ, ձեզ բոլորիդ հաճելի դիտում, շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։